Ձեզ մեկ անգամ ողջունում ենք, Երկիր մեդիայի եթերում դիտում եք Երկիրը հաղորդաշարը, այս անգամ Վայոց ձորում մենք Եղեգից գյուղից բարձրացանք, բառի բուն իմաստով բարձրացանք, բավականին ծովի մակերույթից ոլոր-մոլոր ճանապարհներով եկանք հասանք Հորբատեղ գյուղը, պաշտոնապես այդպես է կոչվում Հորբատեղը, Հորբադիրել է կոչվել, ասում են նաև մատյաններում Խորվատեղ, Խորբադեղ, Խորտատեղ, տարբեր անուններով հիշատակվել է, ով ոնց գրել է, բայց հիմքում կարծես թե Սարատեղն է կամ հենց Օրբելյանների հետ է կապվում, որովհետև Օրբելյանների տեղ էլի, Օրբելյանների Սարատեղը կամ հանգստյան տեղը։ Մի խոսքով, մեր լավ գյուղերից է, ճանապարհը վատն էր, բայց կգա ժամանակը, գուցե այս տարի, գուցե մյուս տարի, որ այս ճանապարհը ասֆալտապատ կլինի, լավ առուներն էլ տեսնում էինք անում էին, կգնա մինչև Շատին գյուղ կիչնի։ Այս շենքն էր հետաքրքիր, հենց առաջինը որ մտանք, մշակույթի տունն է, խորհրդային տարիներին, ասում են 70-ական թվականներին է կառուցվել, հետաքրքիր է, որ նաև տապանակարեր ենք տեսնում, ըստ երևույթին 5 գերեզմանատան քարերը որպես շինանյութ օգտագործել են, օրինակ անցած տարի շենքը նորոգել են, լավ են նորոգել ու այդ տապանակարի այս հատվածը, հատկապես խաչքարը տեսնում եք, բաց են թողել, որպեսզի երևա, թեև գյուղացիք ասում են փակեք թող չիմանան, որ տապանակարեր, գերեզմանակարեր ենք օգտագործել, բայց այնուամենայնիվ թերևս ճիշտ լուծում են տվել։ Հորբատեղը մեր լավ գյուղերից է, լավ բարձրադիր գյուղերից է, այն կողմում Սմբատա Բերդն է, մենք Եղեգիսից թռչող տեսախցիկով տեսանք, մեր թռչող տեսախցիկն էլ դիմացի Սարահարթը գնաց, այնտեղ էլ հռչակավոր էլի մեր հնավայրերից է, Ցախած քարը, եւ իհարկե շատ եմ ցավում, որ մենք այդքան ժամանակ չունենք, այլապես մեքենայով կարելի էր գնալ գալ մի 2-3 ժամ գուցե մեզանից կխլեր, բայց այնուամենայնիվ շնորհիվ ժամանակակից տեխնիկայի մենք պատկերները տեսանք։ Հորբատեղը մեծ գյուղերից չէ, մոտավորապես 200 գուցե մի փոքր ավել մարդ է այժմ ապրում, ունենք 9-ամյա դպրոց գյուղում, 17 աշակերտ է սովորում, բարձր դասարանները իհարկե այլ դպրոցներ են արդեն գնում կամ քոլեջներ։ Հորբատեղը տեսնում են կանաչապատ, լավ այգիներով, հատկապես այն կուզենիներով հարուստ գյուղ է եւ Հորբատեղում ապրում են մարդիկ, ովքեր ոչ այն է հանգստացող են, ոչ այն է մշտապես ապրող են, որովհետեւ կան շատ ընտանիքներ, որ միայն կարելի ասել գարուն ամառ նաև մինչև ուշ աշուն են ապրում, ձմռանը արդեն գնում են իրենց բնակարանները Եղեգնաձոր, Երևան կամ որևէ այլ տեղ։ Մի խոսքով հիշեք այս անունը Հորբատեղ, ժամանակին Օրբելյանների ամառանոցն է եղել, հիմա էլ ապրում են մարդիկ, ովքեր գյուղ են պահում ու հայրենիք։ Երկիր մեդիայի եթերում Երկիրը հաղորդաշարն է։ Երեխեք բարև ձեզ։ Ո՞նց եք։ Այս դպրոցից եք գալի։ Այո։ Անունդ։ Արամ։ Որ դասարան ես։ 7։ Դասարան քանի հոգի եք։ 6։ 6 հոգի կան, հա, ձեր դասարանում։ Այո։ Բա դու։ 1-3։ Ձեր դասարանում 3 հոգի են։ Որ դասարան ես։ 3-րդ։ 3-րդ դասարան։ Քո անունը ինչ է։ Նվեր։ Նվեր, բա դպրոցը ներքևն է։ Շատ եք հոգտում գնալ գալու։ Չէ։ Անդադ վերու վարեք, չէ՞ անում ես։ Այո։ Ընդհանուր 17 երեխա է սովորում, հա, դպրոցում։ Բա որ 9-րդը ավարտում են, հետո ուր են գնում սովորելու։ Կամ Եղեգնաձոր կամ էլ Երևան։ Հա, այս գյուղերը չեն գնում։ Ոչ։ 10-րդ, մասերորդ չկա։ 10-րդ, մասերորդ չկա։ Լավ է սովորում։ Հա, Միայն ստանում ես ինչեր։ խառը։ 2, 3, 4, 5, 6, 7 5, 2, 9, Երկուսել ես ստանում։ 7։ Լավ էլի այ կատակասեր, լավ հաջող։ Ես ովքեր են այս տանը ապրում։ Մեր դպրոցի ուսուցիչներից մեկն է։ Հա, անունը ինչ է։ Հովհաննիսյան։ Գնանք մտենք Հովհաննիսյանից տուն։ Ժողովուրդ։ Բարև ձեզ։ Ոնց են գալի այդ կողմ, հա, սենց։ Այս դռնակով էլ հենց կմտնենք, զգույշ ենք անցնում, բարի օր, բարի օր, բարի օր, վերևից տեսանք ընկույզ էիք հավաքում,
Բարոյցես, տիկինն աշխատում է, դուք նայում եք, հա։ Հա, բա ինչ անենք։ Չէ, մենք էլ ենք օգնում։ Դտեղից թափ հատվել, մենք էլ հավաքում ենք։ Թափ եք տալի։ Ներքևն է։ Անդ ինչ է եղբայր, արի։ Արի Ռուստամ։ Ռուստամ փայտով չէ այն։ Հա հենա, փայտը հենա։ Հա այն երկար փետով։ Հա։ Ծառ բարձրանալ չկա, չէ, Ռուստամ, էս։ Հա։ Օրոստար բարձրանալ ոնց են թափ տալի։ Չգիտեմ, այս ծառերը բարձրանալ կլինի։ Լինում է, կարամ բարձրանամ, նոր եմ իջել։ Բարձրացի, լավ, եթե ասում ես կարամ, ուրեմն կարամ։ Հա։ Ա մայրիկի սիրտը վրա ցաված չէ, ոնց եք։ Ոչինչ, շնորհակալություն, դուք լավ լինեք։ Լավ ընկույզ, հա։ Շատ։ Ոչինչ, հա։ Բայց այս ծառերը երևի շատ հին ծառեր են, չէ։ Հին ծառ են, հա, մոտ մի 100 տարեկան կլինեն։ 100 տարեկան, հələ Տնկել է ձեր ավել։ պապը, ասենք, Մեր հա։ պապն է, չէ, նախնիներն են տնկել։ Ադրբեջանցիներն են տնկել։ Այս գյուղում բայց ադրբեջանցի կառնում է, Հա, բա ոնց։ բայց հայերն էին, չէ՞ շատ։ Հայերն էին շատ։ Հա։ Հայերն էին շատ, 68 թվին գաղթվան գնացին դրանք արդեն։ 68։ 68-ին արդեն ըստե մաքրվավ գյուղը։ Իսկ ասենք 88 թվականին Չկային, չէ, հա, չկային։ արդեն չկա։ Արդեն չկային, ուրիշ գյուղեր, Եղեգիսը ներկա Այ, Եղեգիսը, հա, վերևի վերևի գյուղերում։ Մենք անցած անգամ եղանք Հերմանում էլ Գողթանիկում Հա, էլ այդ գյուղերը լրիվ ադրբեջանցի են եղել։ Հայ չի եղել էսկի։ Լրիվ ադրբեջանցի։ Մենակ այս գյուղն է, այս Օրինակ դուք որտեղ եք վեր- ծնվել։ Ես այս գյուղում եմ ծնվել։ Ձեր հայրը Հայրս Եղեգիսում է ծնվել, Արտաբույնքում ներկա։ ներկայիս Ներկայիս Արտաբույնքում։ Արտաբույնքում, այո։ Օ, ռուստա։ Պահ։ Էս էլ թորնիկն է։ Այս է Թորնիքսը։ Ռուստամի տղան է։ Ռուստամի Բանն տղա։ ինչ է, բալիկ։ Սամվել դու էլ ես ծառը բարձանում։ Չէ, հա դու լը փոքր ես։ Թո բարձանալու համար։ Փողոցում երեխեքը ասացին, որ ուսուցիչ եք Հովանեսյան։ Զինղեկ եմ։ Զինղեկն եք, հա։ Բայց կես դրույք։ Աշակերտ չկա, դասարան չկա։ Դասավանդում։ Չէ, լրիվ եմ դասավանդում, բայց կես դրույք է, էլ Ձեր կոչումը։ լեյտենանտ։ Պարոն ավագ լեյտենանտ թե Չէ, լեյտենանտ։ լեյտենանտ։ Պարոն լեյտենանտ, թույլ տվեք հեռանալ։ Լավ եղեք, օջախի շենություն։ Պարոն Հովանեսյանը, մեր լեյտենանտը, Սամվելը, ասաց տանեմ ձեզ մեր գեյզերը տեսնեք, գիտեք որ այս գյուղում այդպես լավ նշանավոր գեյզեր կա, բայց ճանապարհին կանգնեցինք էլ, տեսնում եմ բարև ձեզ։ Հազար բարին, բարով եք եկել։ Բարով եք եկել։ Ոչխարը, Հա, գառները շատ են, մի 200 գլուխ ոչխար է, ձեր անունը։ Ստեփան։ Ստեփան, բոլորը ձերն են։ Հա, 200 գլուխ ոչխար։ 150-ը 160 գար։ Հա, այս կողմերում ոչխարաբուծության համար լավ պայման։ Հա, ոչինչ։ Հարմար է։ Հա, հարմար է։ Բա ֆերման բան թե չկա Այս որպես բանը- այդպեսին։ Այստեղ են պահում հիմա։ Այստեղը որն է։ Էս իմ կացարանն է, անի։ Այս ավտոբուսը։ Հա, ես դրա մեջ եմ ապրում տարվա մեծ մասը։ Հետո ոչխարը ստանում եմ ցածրադիր գոտի ձմեռը։ Այստեղ Որտե՞ղ։ Եղեգնաձոր։ Հմ։ Այստեղ Հաստատ, բայց դուք այս գյուղից եք։ հա, բա ոնց։ Բայց այդ ավտոբուսի Էս իմ մեջ ինչ ավտոբուսն է։ պայմաններ ունեք օրինակ։ Քնելու պայման, երկու հուսանք եմ ստեղծում, հեռուստացույց եմ դնում, Մարտկոցով երևի, հա։ հա, դվիժոկ ունեմ, Հա։ հա, Հիմա ստեղի ոչխարը այստեղի գառան միսա, այտենց ասեմ։ Պիտի որ շատ լավը լինի ու հոյակապը, լավագույնն է, չեմ եկել առևտուր անելու, բայց ասենք թե Ոչինչ։ եկել եմ առևտուր անելու, մի լավ գառը ինչ արժի հիմա։ հիմա նայած քաշի, Թե հիմա սեզոն չի գառի։ չէ, գարի սեզոնը, Հա։ գարի սեզոնը, վաճառում ենք 2500-ից 3000 դրամով, Այսինքն ես գառը ընտրում եմ, դուք մորթում եք, կշռում եք։ կամ մորթում ենք, կամ ժիվոյ, մարդկա ժիվոյ է ուզում, ժիվոյն էլ 1003-ից 1004, Հա, կենթանի քաշը դες կենթանի, կշռում հա։ եք։ հա, կենթանի կշռում ենք 1300-ից 1400 դրամ։ Հա, դե տանում են մատաղ, զոհաբերության, Հա, հիմնականում, հա,
Հիմնականում սև գառնա լավ իրոք տենց է թե չէ, մենք սև գուցե լավ է, չեմ փորձել։ Բայց մերն է լավ, բալբաս սորտն է, ամենալավ սորտն է Հայաստանի։ Բալբաս։ բալբաս Հա, տենց է։ բալբաս, հա, այդ սորտը բալբաս է։ Այդ լավ Դեմակավոր, դեմակավորն է, էլի, հա։ Դեմակավոր Դե պոչով պահող չկա, չէ՞ պոչավոր։ մեր մոտ չէ։ Որտեվ նրանից Կոլխոզի ժամանակ, հա, հոտ է գալիս։ Դա էլ իմ կացարանն է, այնտեղ ձմեռը թողնում եմ ոչխարներիս։ Այս փարախ եք սարքել էլի, հա, տենց լգանք սիրելի հեռուստադիտող առիթ է նաև այս փարախը տեսնենք Ստեփան, չէ՞։ Ստեփանի փարախը, համ էլ մի հատ Ստեփանի կացարանը այնուամենայնիվ 53-30 ԱԴԺ էս։ Չգիտեմ որ թվերին աշահագործում, չէ՞։ 45 տարեկան է։ Հա, դուրս էին գրել, վերցրել եմ, օգտագործում եմ։ Որպես կացարան։ Հիմա գառը ոչխար չի գնա, չէ՞։ Չէ, ոչինչ, գնալ ոչինչ։ Գել, արջ։ Այս տարի քիչ է, բայց արջը գալիս է հաճախ։ Մինչև այստեղ, ընդհուպ այստեղ մոտենում են։ Արջը գալիս է գառ տանելու, թե արջը գալիս է Գառել է տանում, չէ, մեղրել է տանում, գառի էլ սիրահարա։ Սիրում է, հա։ Հիմար կլինի արջը, որ գառը միշտ չսիրի, Բայց չէ։ ջարդում տանում է, խրտնացնում, փախնում են դաշտ, այնտեղ բռնում, ուտում է, կոտորում է։ Առաջվա արջերը տանում էին մեկը։ Հա։ Իսկ հիմա խրտնացնում տանում է, շատ է կոտորում։ 15 հատ։ Այսինքն ավելի խորամանկ են իմի։ Հա, խորամանկ են, հա։ Ու շատ են, շատ։ Կացարանը բացի էլի Ստեփան։ Համեցեք։ Մի հատ տեսնենք այս կացարանը։ Իսկ այդ գեզերը Սամվելը ասում է գնանք տեսնենք, սիրուն է իսկապես, Հիմա հետաքրքիր է։ քիչ է ջուր դուրս գալիս, առաջ շատ լավ էր։ Պակասել Ստեղից ենք մտնում, թե ուղևորի դռնակից, հա։ Ուղևորի դռնակից։ Պատանեցիք։ Համեցեք։ Ինչ գալիս են հաց ու ջուր են բերում, ինչ են ամ ձերով։ Ես եմ գնում։ Հա, այս կողմից։ Ավելի շատ ավտոբուս է հիշեցնում, քան թե տնակ, թե մահճակալները տեղավորված են։ Մահճակալները բանով տեղադրել ենք, ապրում ենք, էլի։ Գնացինք, հաջողություն եմ Ուր գնաք, սպասեք, հյուրասիրեմ, Չէ, մեր տեղական մինչև գառնոթեք, մինչև պաշտպանլինի այդ բանը չէ, հուսը կդառնա։ Չէ, կատակ եմ անում։ Ես մեծ ցանկություն ունեի ձեզ հանդիպել։ Ազնիվ խոսք չեն կարող մնալ։ Համոզված եմ, որ իսրտե եք այդ ամենն ասում, բայց սենց դուրս գանք, հա։ Չէ, էսենց։ Քավորը, հա, Սամվելը Ստեփանի քավորն է։ Դե քավոր ջան, մենք կգնանք, դուք կմնաք կվայելեք այդ ամեն ինչը։ Գնանք մի հատ գեզերը տեսնենք, իջնենք գյուղ։ Շատ գործ ունենք անելու։ Սա էլ գեզերը տենց ասում են երբեմն լինում է, որ շատ երկար, շատ բարձր, մոտ 10-12 մետր բխում է, բայց հիմա տեսեք, տես պարբերաբար է թուլանում, մի քիչ երևի լցվում, ուժեղանում, ու նաև ասում են, որ ինքը հանքային ջուր է, թթու ջուր, համը, չգիտեմ, թերևս չարժի տեսնել, չէ, շատ սառը չի, երևի ինչ-որ գոլություն ունի, ժամանակին նաև խողովակ են դրել, չգիտեմ ով երբ, բետոնապատ է, որպեսզի երևի լավ ցայտի կամ շիթը բարձր լինի, բայց նաև ասում են, որ ինչ-որ մեկը փայտ է ժամանակին խրել, մեջը ինչ-որ միջամտություն է արել ու դրա համար հիմա այս կողքերից էլ է սկսել բխել, օրինակ տեսնում եմ այն կողմերում էլ նաև ինչ-որ բաներ կան, փայտ է թե երկաթ է չեմ հասկանում, մի խոսքով, բայց այս բնական աղբյուրը գեյզերը միշտ պատկերացնում ենք Իսլանդիա, բայց Իսլանդիայից բացի նաև Հայաստանում կան գեյզերներ, տարբեր տեղեր ունենք իհարկե տաք ջրեր, ջերմուկներ, թթու հանքային ջրեր, դրանից մեկն էլ գտնվում է Հորբատեղ գյուղում, բայց որ մարդը միջամտում է ու շատ բան խափանում, դա էլ ակնհայտ է։ Մի արեք նման բան։ Հորբատեղ գյուղ, հիշեք այս անունը։